Այսօր նորնույթը պիտի սկսենք եւ ինչպես երկուշաբթի գունաղոտքի ժողովի մեջ ասից էզի երկինք պիտի բդցնեմ այսօր։ Գծավեմ սելվոր չեմ գնա դանից էզիոն, անիգա միան պրգությունով է, բայց թուրմը պիտի դամ երկինքի եւ պիտի կապարներ ստանանք երկինքի մասին, ասկարաչ թժողքի մասին խոսեր էի չեմ գտեն ինչու երկինքը միշտ թժողքի մասին որ խոսիմ եդևեն երկինքի մասին է խոսիմ, այս նյութը քիչ մը հերու մնաց, բայց կարևոր է որ գիտնանք երկինքի մասին ալ։ Երկինք երբ որ գսենք, ամեն մարդ կգարձե որ այնտեղը լավ դեղ մնե եւ ամեն մարդ հոմբի դերտա, որովհետեւ ամեն մարդ վերջավորության երկինք կերտա։ Եվ այսօր գծավիմ սելու որ այդ մեկը շիդակ չէ, երկինք կրնան երթալ միան անոնք, որ Հիսուս Քրիստոսի արյունով սրբված են իրենց մեղքերեն եւ արդարացած են Աստուծո աչքին առջև Քրիստոսի արյունը իրենց մեղքերը կծածկե եւ Աստված Քրիստոսի արդարությունը կդեսնե եւ այդպես է որ մենք կրնանք Աստուծո թագավորությունը երկինք մտնել, որովհետեւ Աստուծո խոսքը շատ հստակ կսե ոչ մեկ մեղք կրնա երկինք մտնել։ Երկինք երբ որ բարը գործածենք ինքնին ուրախանալի բարմն է, որտեղ անոր դիմաց ունենք թժողք եւ թժող բարը որսենք շատ հավատներ կան, որ գսեն այս երկիրը թժողն է, այս երկիրը երկինքն է, կուվիճակը դե թժողքը երկինքը, սուրբ երբեք այդպիսի բան չփոսիր մեզի, եւ այս աշխարհը որ չարությունով լեցուն է, երբեք չգնար երկինքը լալ։ Այսօր երես երբ որ լուրերը կփանանք, միակ քեշ լուրեն զատ ուրիշ բամը չենք լսեր։ Եվ Աստված երբեք պիտի չուզե որ իր զավակները այստեղ այս երկրին վրա մնան։ Երբ որ Աստված ստեղծեց երկիրը, թրախտը ստեղծեց եւ Ադամ եւ Եվան հոն թրավ, որ ամեն բան գադարյալ էր, բայց մեղքը որ մտավ այս աշխարհը աբագանեցավ եւ այս աշխարհը չի գնար երկինքը լալ։ Այս երկիրը, այս որումրա մոլորակը որումրա գաբրինք իր ամեն դժվարություններով, որովհետև անեցքի դակ մտավ, մեզի չի գնար այն երկինքի խաղաղությունը դալ, չի գնար այն երկինքի ուրախությունը դալ, չի գնար այդ հույսը դալ, որ ավելի լավ դեղ մնե, բիդի լա, որովհետև երբ որ մենք մեգում գարցնենք ինչպես եք, գսեն ավելի լավ բիդի լամ, ինչ ծևով չեմ գիտեր, մանավանդ անոնք որ վերստին ծնած չեն, իրենց ավելի քեշը կսպասե եւ վերջավորությունը ամենակեշն է հավդենական աստուծմե հերու թժողքի մեջ, որ միան գա ցավ ու չարչարանք եւ ագրաներ գջրդել աստուծո խոսքը գսե հուսախապ պիտելան անոնք որ այդ ծևով կքալեն այսօր աստուծմե հերու, որովհետեւ վերջավորությունին հավդենաբես աստուծմե հերու պիտի լա։ Բայց անոր մասին չէ որ պիտի խոսենք, ես այսօր գուզեմ ցեզի ուրախացնել, թե հույս կա, երկինք մը գա եւ անոր մասին պիտի սերդենք եւ ամենքսալ կրնանք այդ տեղը երթալ ամենուսամարտուրը բաց է, միան թե մեր որոշումն է, որ մեզի հոմ պիտի հասցնե։ Շատ լավ, հիմա նախ խոսենք երկինքի մասին, երկինքի դեղին մասին, որովհետև միշտ երբ որ երկինք կսենք, գշվարին մարդիկ, որովհետև 3 երկինք կա։ Եվ երբ որ 3 երկինք կսեմ, ալավելի գշվարին, համարներով նայենք թե ուր են այս երկինքները։ Առաջին երկինքը 3 համարներ կան, որ գուզեմ ցերեդը բաժնեցիլ, որ մեզի կստագացնեն թե որ մեկն է առաջին երկինքը, ծննդոց առաջին գլխուն 8-րդ համարը գսե Աստված հաստատությունը երկինք կոչեց եւ իրիգուն արդու լալով 3-րդ օրը եղավ։ Եվ այս հաստատությունը որ երկինք կոչեց, եթե գուզենք հասկանալ թե ինչ է, ուր է,
Բիդի նաև գարտանք 20-րդ համարը գսե ճուրերը գենթանության շունչ ունեցող շատ սողուններ թողանեն եւ թրջունները երկրի վրա երկինքի հաստատության երեսը թող թրջին։ Ուրեմն ասված որ երկինքը ստեղծեց գսե գխոսի այդ երկինքի մասին որ մենք մեր աչքերով կտեսնենք որովհետեւ 20-րդ համարը ավելի կստագացնի գսե հոն թրջունները կթրջին նաև Երեմիայի մեջ այս ճշմարտությունը կհաստատվի Երեմիա 4:25 նայեցա եւ ահա մարդ չգար ու երկինքին բոլոր թրջունները փախած է նորեն թրջունները մենք գիտենք ուրեն եւ թրջունները երկինք բարը որ գործած է այստեղը կգաբվի այդ երկինքին հետ որ մեր աչքերով կարող ենք տեսնել եւ Թանիելն նույնը գսե Թանիել 4:12-ին մեջ գսե անոր դերևները քեղեցիկ բդուղ ու բդուղը արադեր անոր վրա ամենուն համար գերագուր գարտաշտի անասուններ անոր շուքին դագ կնստեին ու երկինքի թրջունները անոր ոստերուն վրա կփնագեին այստեղը Նապկոտոնոսորի պատմությունն է որ նորեն երկինք որ կբացադրե մեզի շատ հստակ է որ այս մեր դեսանելի երկինքն է ուրեմն այս աչքով երևցած մասն է առաջին երկինքը անգեզատ կա երկրորդ երկինքը անգե քիչ ավելի վեր է եւ գարտանք անոր մասին ծննդոց 22:17-ի մեջ գսե քեզ օրտնելով պիտի օրտնեմ ու քու սերունդդ երկինքի աստղերուն ու ծովեզերքը եղող ավազին բես խիստ շատցնեմ Հոսք խոսի երկինքի աստղերուն մասին որքան որ մենք մեր աչքերով աստղերը կտեսնենք գետ-գետ ճիշտ աստղերը չենք տեսներ ինչ որ իրենց չափովը իրենց մեծությունովը անկարելի է մեր աչքերով տեսնենք ուրեմն այս դիեզերք այս երկինքի մասին որ խոսի դիեզերքի մասին խոսի ուր աստղերը եւ մոլորակները կան ուրիշ համար մնալ Նեեմիա 9:23 նորեն ասոր մասին գխոսի Նեեմիա 9:23 անոնց որդիները երկինքի աստղերուն չափ շատցուցիր նորեն հոս երկինքի աստղերուն թիդարգություն գնե եւ Սամոս 19:1-ի մեջ ալ գարտանք որ գսե երկինքը աստուծո փառքը կբատմե ու երկինքի հաստատությունը անոր ցերկերուն կորձերը գծուցնե այստեղը դարբերություն ալ գտնե երկինքը գսե երկինքի հաստատությունը ինչի մասին էր մեր դեսած երկինքի մասին իսկ այս հաջորդ երկինքը կխոսի մոլորակներու եւ աստղերու երկինքի մասին որ երկրորդ երկինքն է իսկ երրորդ երկինքը կգարտանք անոր մասին երրորդ թագավորաց 8-ը երրորդ թագավորաց 8-ը 27 եւ 30 համարներուն մեջ Սեպայց միթե Աստված իրավցնե երկրի վրա պիտի փնագի ահա երկինք ու երկինքներու երկինքը քեզ չեն գնար բարունագել ուր գմնա այս շինած դունդ հոս տաճարի մասին է որ գխոսի ասի Սողոմոնին աղոթն է Աստուծո երբ որ տաճարը շինեց եւ Աստուծո պիտի նվիրեին խոսքսե երկինքներու երկինքը այսինքն ավելի դարբեր դերմն է ասիգա եւ գխոսի երրորդ երկինքի մասին ուր Աստուծո փնագությունը գա երկրորդ Կորինթացիս 12:2 նորեն ասոր մասին գխոսի երկրորդ Կորինթացիս 12:2 գսե դուք գիտեք թե երբ հեթանոս էիք մունչ գուրքերուն գբադվեիք որբեսի սխալ առաջինը կնայեմ երկրորդ Կորինթացիս
12 2 Okay Մարտը կճանչնայի Քրիստոսով, որ 14 տարի առաջ մարմինով էր չեմ գիտեր կամ առանց մարմնի չեմ գիտեր, Աստված գիտե, հափշտակվեցավ մինչև երրորդ երկինքը։ Հոս Բողոս Արաքյալ ինքն իր մասին է գխոսի, բայց իր անունը չի դար, իր խոնարհության պատճառով ճուզեր ինքը փամը սեբել, գսե մարդ մի գիտե, գսե որ մինչև երրորդ երկինքը հափշտակվեցավ։ Հոս Բողոս Արաքյալը շատ հստակ կնե, որ երրորդ երկինք մը գա, ուր Աստված կփնագի եւ Աստուծո ներկայությունը գա։ Եվ մեր աղոթքի մեջը, որ բերնական աղոթքի մեջը գհիշենք, կսենք Մատթեոս 16-ի մեջ, հայր մեր, որ երկինքն ես, որ երկինքի մասին գխոսի, երրորդ երկինքի վրա։ Շատ լավ գիտենք, որ այս մեր դեսած երկինքի մեջ չէ Աստված, հոնչի բնագիր, աստղերում մոլորակներում մեջ ալ չէ, Պողոս Արաքյալին այս վերջին համար, որ գարտացինք երկրորդ Կորինթացիին, շատ հստակ կնե, որ երրորդ երկինք մը գա, որ Աստված հոնգը գտնվի։ Հիմա երկինք երթալու համար, երկինք երթալու ասեմ միջոցը երկու ցև է։ Կամ մեկը պետք է մանա, եւ կամ եթե Հիսուս իր վերաթարցը ճուշացնե, հափշտակվի եւ այդ ցևով երկինք երթա։ Բայց գիտենք, որ աշխարհի սկիզբեն ի վեր անոնք որ երկինք կացին, բոլորն ալ պետք է մահանային։ Եվ գուզեմ այս քիչ մը խոսիլ, թե ինչ կնշանակե մահը հավատացյալին համար։ Եվ հավատացյալը, եթե հասկնա մահին լավությունը, երբեք մահին չի վախնար, որովհետև գիտե որ ադիգա իր ավարտն է այս աշխարհեն, այսինքն graduation-ը, թեպի երկինք graduate կնե։ Վգայգանը արած երկինք կմտնե եւ ուրախանալիք բան է, ինչպես մեկը համասարանեն գավարդե, կամ թե high school-են, մենք խնջույք կնենք, ուրախանանք, որ մեկը այդ ավարտին ասավ, եւ այս կյանքեն երկինք երթալը ավարտել է, այդ բոլոր օրեր, որ այս աշխարհի վրա ապրեցանք, պատրաստվելու երկինքի թագավորության համար, հիմա այլևս կրնանք այդ երկինքի թագավորությունը մտնել։ Կարդանք երկրորդ Կորինթացիս 5:6-8 Ուստի ամենադեն վստահություն ունենանք, քանզի գիտենք, թե որչափ մարմնի մեջ ենք, դերոջ մե հերու ենք, վասնզի հավատքով կքալենք ու ոչ թե երևույթով։ Պողոս Արաքյալը գստագացնե մեկ ճշմարտություն, որ գսե, երբ որ այս մարմինի մեջ ենք, Աստուծմե հերու ենք, այսինքն Աստուծո հետ չենք կնալալ, մինչև այն ադեմ, որ այս մարմինի մեջն ենք, Աստուծո ներկայության մեջ չենք կնար փնագիլ։ Այո, Աստուծո ներկայության մեջ կերտանք Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև Հիսուս մեր միջնորդն է Աստուծո միջև, երբ որ աղոթքով Աստուծո քահին կերտանք Հիսուսի անունով, կրնանք Աստուծո ներկայության մեջ երթալ, բայց Աստուծո ներկայության մեջ չենք կրնար փնագիլ, մինչև որ այս մարմինեն չազատենք։ Գսե 8-րդ համարը, ուստի վստահություն ունենանք եւ ավելի ուզենք մարմեն հերանալ ու դերոջը քով գենալ։ Պողոս Արաքյալը գսե ավելի փափակելի է, որ այս մարմինեն հերանամ եւ Աստուծո քով գենամ, քան թե այս մարմինի մեջ մնամ։ Հավատացյալը, որ իր փրկության վստահությունը ունի, այս խոսքերը գրնա արդասանել։ Իսկ եթե մեկը այս խոսքերը չի գրնար արդասանել, ասել է թե դակավին այս աշխարհի հետ կապ ունի եւ կարելի է որ նաեւ փրկություն չունի, որտեւ քաջություն չունի այս խոսքերը արդասանելու։ Միան այն անձը, որ իր փրկության վստահ է, անիգա գրնա այս խոսքերը
արդասանել։ Փիլիպեցիս 1 23-ին 24 Պողոս Արաքյալն օրեն կգրե Փիլիպեցիներուն գսե երկու գողմանե նեղը մնացած եմ մեկնելու Քրիստոսին հետ լալու փապակ ունենալով թեև վերջինս շատ աղեկ է բայց մարմնի մեջ գնալը ցեզի համար ավելի աղեկ է Պողոս Արաքյալը գսե այո գուզեմ երկինք լալ նախնդրելի է որ երկինք լամ բայց եթե հոս մնամ գսե ցեզի համար լավ է որ ցեզի օգտակար գրնամ լալ ասալ Համենե որ ամեն հավատացյալ պետք է գարենա այս խոսքերը ասել, որ ասենք պատրաստ եմ ես, ոչ մեգադեն պատրաստ եմ, եթե դերը գանչե, պատրաստ եմ երկինքեր տալու, որտեվ ինձ համար ավելի լավ է։ Վերջը, երբ որ հասնենք երկինքի եւ այս կյանքի տարբերություններուն, ամենքը դա դիսեք վարգյան մարած սա երկինք երթանք, ազատինք սա աշխարհեն։ Ինչ կա աշխարհի մեջ աղոր Անշուշտ աշխարհը Աստված լավ ստեղծեց, բայց մեղքը որ մտավ ամեն բան ավրեց։ Ուրեմն երբ որ երկինքի լավությունը հասկանանք երկինքի առավելությունները գիտնանք, այլևս պիտի ճուզենք այս երկրի վրա ժամանակ անցնել, որքան գանուխ պիտի սենք այնքան լավ մեր երկնային դունը երթանք։ Կարևոր գետմը Պողոս Արաքյալը խոսեցավ մեռնելու ապրելու մասին հիմա ինչ կբադայի արդյոք մեկը որ քրիստոնյամը որ մահանա ինչ կբադահի իրեն մենք շատ լավ գիտենք մահվան թաղում գլա մարմինը թակաղով քերեզմանի մեջ կթաղվի իսկ Աստծո խոսքը գսե Քրիստոնյային հոգին ամիջապես գերտա Աստուծո ներկայության մեջ։ Թաղման վստահ եմ լսած եք, հովիվը կամ քահանան գսե հողեիր, հող դառնաս այդ համարը գբերեն եւ ինչ պիտի ըլլա արդյոք այդ մարմինին։ Մարմինը պիտի փդի եւ հող դառնա, որտեղ հողը շինված է։ Բայց հարության օրը գսե Աստուծո խոսքը այդ մարմինը պիտի վերա գենթանանա։ Նախ նայենք թե ու այս մեր ասածը որքան ճշմարիտ է։ Հայտնություն 6:9-11 մեզի գխոսի անոնց մասին, որ մեծ նեղության ժամանակ նահատակված են, թե ուր է անոնց հոգիները։ 6:9-11 կսե երբ 5-րդ գնիկը կագեց սեղանին տակ տեսա այն մարդոց հոգիները, որոնք սպանված էին Աստծո խոսքի համար ու անոր վկայության համար, որ իրենք տված էին, եւ մեծ ցայնով աղաղակեցին. Ով սուրբ ու ճշմարիտ Տեր, մինչև երբ պիտի չթադես եւ մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներեն։ Ջերմակ հանդերձներ դրվեցան անոնց ու սվեցավ անոնց, որ քիչ մադենալ հանգչին, մինչև անոնց զարայագիցները ու անոնց եղբայրներն ալ լման ըլլան, որոնք իրենց պես պիտի սպանվեին։ Գսե երբ որ 5-րդ գնիկը կագեցավ գսե այն մարդոց ինչը դեսա գսե սպանված մարդոց հոգիները Աստուծո ներկայության մեջ էին անոնք որ մահացած էին իրենց հոգիները արդեն երկինքի մեջ էին Ուգաս 16:22 մեզի կբացատրի թե այս մեկը ինչպես կլա Ուգաս 16:22 Աղքատ Ղազարոսին պատմությունն է ասիգա գիշեք աղքատ Ղազարոսը որ անոթի էր հարուստ մարդուն դունը փշրանքները գուզեր իրեն չէին դար եւ հետո մահացավ հետո երկուքը խոսակցություն կունենան երկինքեն եւ հարուստնալ դժոխք կացած էր ադոր պատմությունն է եւ հոս հետաքրքրական է գսե աղքատը մերավ
ու ռեշտակները Աբրահամի քոքը դարին զանիգա հարուստնալ մերավ ու թաղվեցավ եւ դժոխ գնաց սկսե ուրեմն ռեշտակներն են որ մեր հոգին աստուծո ներգայության մեջ կդանին ռեշտակները անոնք են որ մեզի այդ ճամփորդությունը գնեն այդ այս կյանքեն հավանական կյանքի կդանին մեր հոգին ոչ մեր մարմինը Եվ անշուշտ այսօր թիմած շատ հավատներ կան, որ մեզի շատ բաներ կբացատրեն, որ երբեք Սուրբ Գրային համարներ չկան իրենց յետևը բարձաբես մարդոց քաղաքարներն են օրինակի համար քավարանի գավադան ոմանք կսեն մեկը մերնին է քավարան գերտա հոնդեղը բարիանան է երկին գերտա եթե ոչ դժոխ գերտա քավարանի մեջ ժամանակ ունի լավանալու որ երկին մտնե աստծո խոսքը ինչ կսե մարդուն համար սամավված է մեկ անգամ մերնիլ անգեբերջ ինչ Թադաստան ժամանակ չգա արիտ չգա մեկադալ մերնել են վերջը որ լավանաս որ երկինքի արժանանաս այդպիսի բան չգա ուրիշ հավատներ գսեն հոգին կքնանա մինչև հարությունը անալ երբեք սուբկիքի մեջ դերմը չի գա որ այդպիսի բան գսե շապատաբաներ այդպես կավադան աս համարներ որ գարտացինք շատ հստակ է գսե այդպիսի բան չգա անշուշտ ասիական արևելյան գրոնքներն ագսեն որ հոգին յետ կուքա եւ ուրիշ ցև գարնե կորդ կլա կամ չեմ գիտեր ինչ կլա եւ իբր թե ամեն անգամ որ կա ավելի լավ ցև գարնե եւ ես շատ կսիրեմ Carmen անունով հոգեվոր երգիչ մգա երգ մշինաձե գսե սկուշ եղիր գովումի սուդելու գսե Uncle Tony terevs կուդեսկոր գսես այսինքն եթե դրամապանություն կործածենք կտեսնենք որ անիմաստ բաներ են եւ բոլորովին սխալ քաղաքարներ գերեք միս Uncle Tony-նի չգուդեր գորսո սուպիրկը մեզի գսե ատոն բոլորը մեզի դրված են ուդելու Ուրեմն եթե մեր Հիսուս Քրիստոսի վերադարձը մեր կյանքի տածքին չլա մենք բոլորս այս ճամփային պիտի անցնենք ինչպես որ բոլորը մեզ առաջ անցած են այն վարյանին որ մեր աչքերը կոծենք մենք պիտի լանք մեր դունը Աստուծո ներգայության մեջ եւ այս աշխարհեն պիտի ավարտենք թեպի երկինք եւ հոն պիտի հանդիպենք միլիոնավոր հավատացյալներու որ մեզ առաջ կացած են եւ Աստուծո ներգայության մեջ են ինչպես Սամոս 23:4-ի մեջ կսենք ընդհանրապես ուղարկավորություններով այս Սամոսը կգարտան թե մահվան շուկին ծորի մեջ ալբդդիմ չարեմ պիտի չվախնամ վասնզի թուն ինձի հետ ես կուցուբդ ու կավազանդ անոնցիս կմխիթարեն այս համարները մեզի կմխիթարեն երբ կգործնցնենք դիրելներ եւ եթե դեր արդոնե որ Հիսուս չվերադառնա կանուխ եւ մենք ալա ճամփային պետք է անցնենք պետք չէ վախնանք որովհետեւ գիտենք որ դերը մեզի է իր ռեշտակները պատրաստ են մեր հոգին մեր հավդենական հանգիստը տանելու Հարցումը որ միշտ գուքա երկինքի հետ կապված կսենք մարդիկ պիտի ճանչնան իրար հոն եթե հոգիով գերտանք ինչպես իրարու պիտի ճանչնանք անշուշտ ինչպես ասած եմ եւ քիչ աչսի գարձեմ որ հարության օրը մեր մարմինները պիտի միանան մեր հոգիներուն եւ պիտի փարավորված մարմին առնենք քիչ վերջը գարձեմ համարնալ պիտի գարտանք անոր բայց նախքան այդ միան մեր հոգիները երկին կերտան եւ Աստծո խոսքը շատ հստակ կնե որ մենք հոնդեղը
այդ ճանաչողությունը պիտի ունենանք, գիտակցությունը պիտի ունենանք, թե ուր ենք, ով գահոն եւ ամեն բան պիտի տեսնենք, հասկանանք եւ հոգին գենթանի է, չի մեռնիր եւ հոգին է որ մեզի այս յանքը որ ունիկ հոգին է որ մեզի այդ հասկանալու եւ ասեմ դրամապանելու այդ միտքերը գուտա, որովհետև գիտենք, որ գենթանիները այդ մեկը չունին եւ գենթանիները, որ հոգի չունին, արդեն երբ որ մեռնին հոգ դառնան եւ կվերջանան, անգե ավելի բամը չի գա գենթանիներուն համար։ Մենք կսե փարավորյալ մարմինները քիչ մաս համար երգան է, բայց արագ մգարտամ առաջին Կորինթացիս ժամանակս անցեր է բավական։ Okay, դուք կարդացեք առաջին Կորինթացիս 15 վերջը սերդոթունի վերջանան վերջ կարդացեք հաջիս առաջին Կորինթացիս 15:35-ն 53 համարները կխոսի փարավորյալ մարմիններու մասին թե ինչպես պիտի լա կուզեմ մի քանի օրինակներ դալ Հիսուսի փարավորված մարմինեն որովհետև միակ անձը որ փարավորված մարմինով վերադարձավ աշխարհ Հիսուս ինքն էր եւ մարդիկ տեսան եւ վկայեցին որ Հիսուս մերելներեն հարություն արավ եւ նայենք Հիսուսի օրինագին որբեսի քիչ ավելի հասկանալի լա թե ինչ կնշանակե փարավորյալ մարմին ունենալ Հովանու 20:20 Հովանու 20:20 Կսե ասիգա ասելով իր ցերկերն ու գողը ծծուց անոնց աշակերտներն ալ ուրախացան երբ Տերը տեսան Այստեղ մեկ կարևոր գետ կհստականա մեզի որ հարցումը որ ասենք երկինքը իրար պիտի ճանչնանք այո պիտի ճանչնանք որովհետև երբ որ Հիսուսը տեսան գսե աշակերտները ուրախացան երբ Տերը տեսան Գիտցան որ Հիսուսն է սկիզբը շվարեցան որովհետև Հիսուս թուրերը կոծեր եկավ ներս մտավ եւ իրենց մեջտեղը գայնեցավ վախցան գսե բայց անգևերջը երբ որ Հիսուս իրենց ներկայացուց ինքսինքը ջանցան Հիսուսի եւ ուրախացան գսե 20-27-ի մեջ Հովանու 20-27-ը ուրիշ իրականություն մը կտեսնենք Կսե ետքը ըսավ Թոմասին մադդ հոսպեր ու նայե իմ ցերկերուս ու փեր ու ցերկդ իմ գողս խոթե ու մի լար հանհավատ հավատացյալ Այս համարը մեզի կհայտնե թե փարավորյալ մարմինը գրնաս թփնալ գրնաս շոշափել եւ ասենք օդի մեջ փամը չէ որ մեկը ասինքն աչքի երևույթ բամը չէ, այլ իրական մարմին է, բայց այս մարմինին մեկ լավությունը գա որ կսե այս մարմինը չի պդիր, այլևս ժամանակը իրեն հետ կապ չունի։ Մենք ժամանակի ընթացքին մեր մարմինները կհոգնին, կդգարանան, կձերանան, բայց այս մարմինը որ առնենք մնայուն մարմին մնե եւ ժամանակը ոչ մեկ աստեցություն ունի իր վրան։ Չեք ուրախանալ այսպիսի բամը, երբ որ լսեք, ամենք դալ վստահ են, որ 50 անցած եք, աստեղ կամ անդեղ ցավը գա, ամեն օր մեկ տեղեն բամը գել է։ Երկինք ադի պիտի չլա, աս գադարյալ մարմինը պիտի ստանանք, որ ցավ չունի։ Ուրիշ բամը, որ այս փարավորյալ մարմինին հետ կապված է, Քորձ կարակելոց 1:3-ի մեջ կգարտանք, սե որոնց ինքսինք ցուցուց կենթանի իր չարչարանքներեն հետո շատ աբացույցերով 40 օրվան մեջ անոնց երևնալով ու Աստուծո թագավորությանը վրա խոսելով։ Հոս ուրիշ կետ մնալ այս փարավորյալ մարմին մասին կհասկանանք, որ այս փարավորյալ մարմինը գրնա խոսիլ Երկինքի լեզումը չէ, որ պիտի խոսի, այլ հասկանալի լեզու։ Այսօր
շատերը գսեն լեզուներով խոսին եւ գսեն ասի երկինքի լեզու է sorry երկինքի լեզուն հասկանալի լեզու է նույնիսկ երկինքի մեջ հասկանալի լեզու է պիտի գնանք մեր լեզուներով խոսիլ հասկանալ հասկացվիլ ես կավադամ որ երկինքի լեզուն հայերեն է բայց կնամ սխալալ so լավ որ ուրիշ լեզու ալբետ չլասավի բայց մեկ բանսեմ որ այդ parabolial մարմինի մեջ գիտակցություն ունենանք ամեն բանի եւ ինչ որ լատ լեզուն ամեն զաբիդի գիտնանք եւ պիտի գարնանք խոսիլ ամեն մարդ պիտի գնա իրարու հետ որ երկինքի մեջ իրարու հետ հաղորդակցիլ ինչպես Պապելոնե առաջ մեկ լեզու էր Աստված հբարդության պատճառով լեզուները խանգարեց որբեսի իրեն թեմ չաբստամպին երբ մարդիկ խոնարհությամբ Աստծո գտիմեն վերստին ծնունդ կունենան եւ կփրկվին երբ որ երկինք երթանք Աստված այդ լեզուներու հարցը պիտի շտկե եւ այլևս այդ հարցն աբիդի չլա Փառք Աստծո մեկ մեր եկեղեցի մեջը ունենք 4 լեզուի հարց հայերեն արևելայերեն եւ արևմտայերեն անգլերեն եւ թուրքերեն եւ միշտ կչարչարվին այդ լեզուներու երեսեն բայց երկինք այդ մեկն ալ պիտի չլա ուրիշ ճշմարտությունը 20-19-ի մեջ հովանու 20-19 նույն օրը մեկշաբթի իրիգունը աշակերտներուն հավաքված դեղին թրները կոծեին հрьяաներեն բախնալնուն համար Հիսուս եկավ եւ անոնց մեջտեղը գայնեցավ ու սավ անոնց խաղաղություն ցեզի եւ նույնպես Ղուկասի մեջ Ղուկաս 24 31 Ղուկաս 24:31 այն ադեն անոնց աչքերը բացվեցան ու զինք ճանցան եւ ինք անոնցմե աներևույթ եղավ ոսկը խոսի այդ Էմաուսի ջամփորդներուն աշակերտներուն մասին որ իր հետը քալեցին երկար ադեն եւ չջանցան մինչեւ վերջավորության եւ մեկ բան հոստեղը այս երկու համարներն կտեսնենք որ առաջին կսե թուրերը կոծեր աշակերտները վախի մեջ էին եւ եկավ մեջտեղին գեցավ եւ երկրորդ կսե երբ որ խոսեին կսե անոնց մե անհետացավ կսե ասիկա խոսի parabolial մարմինին առանց կաշկանտումներու ըլալը որ ինչպես ծանրություն այսօր մեզի ծանրությունը չի ցկեր որ ուզած դեղերնից լակ պետք է քալենք այս parabolial մարմինը այդ հատկությունները չունի կրնա ըլալ ոյ մեկադեն ոյ մեկտեղ եւ ոչ բադը ոչ մեդաղը ոչ մեկ բան արկել կրնա թարնալ որ այս parabolial մարմինը դերմը մեջեն անցնի կամ երթա երբ նարեկը բզդիգերտ չեմ գիտեր կայգես քարտուներու մեջ դեսա teleporting կսե teleport կնենք սեր teleport այսինքն մեկ վարգանոսես միշտ վարգան ուրիշ տեղես եւ այդ կարելությունը իրականություն է parabolial մարմինին հետ այս աշխարհի մեջ ոչ բայց երկինքի մեջ այո մեկ բանը որ շատերուս շատ սիրելի է պիտի ասենք Էգրնան գուդել երկինքը պիտի գրնան գուդել անշուշտ պիտի գրնան գուդել միան թե երկինքը ուդենքն է պիտի ուդենք ոչ թե ապրելու համար այլ հաճույքի համար եւ գսե գենատ ծառը գսե ամեն ամիս նոր բդուղ պիտի դա նոր փամը եւ չեմ գիտեր ինչ բդուղ պիտի լադի բայց ինչ որ գհասկնանք բաներն որ մենք այս աշխարհի վրա չենք տեսած նույնիսկ եթե գուզեք համար ավելի փաստ ունենալ Ղուկասի մեջ նորեն 24 36-ին 43 կսե քանզի այս բաները գխոսեին Հիսուս ինք կայնեցավ անց մեջտեղը համարը գարտացի բայց անոնք զարուրելով գվախտնային անգե գարձեն թե ոգի մը գտեսնեն
եւ սավանոնց ինչու խորոված եք եւ ինչու սրդերնիդ մեջ խորուրդներ գելեն դեսեք ձերքերս ու ոտքերս որ ես ինքս եմ շոշափեցեք զիս ու դեսեք վասնզի ոգին մարմին ու ոսկոր չունենար մինչդեռ կդեսնեք թե ես ունիմ այս ասելով ձերքերը ու ոտքերը ծծուց անոնց երբ դագավին իրենց ուրախութենեն չէին հավատար ու զարմանքի մեջ էին ըսավ անոնց ուդելիք մունիք հոս անոնք ալ գդորմը խորոված սուկ ու մեղրախորիս դվին իրեն արավ գերավ անոնց արջև ավասիկ փաստմը որ ուդելա բիդիլա ինձ համար գուդեմ որ ապրիմ գիտեմ շատերը գաբրին որ ուդեն բայց ինչ որ եկու ուդելու սովորությունը հոն այդ ուդելը ուրախության բիդիլա եւ ինչպես քարնուգին հարսանիքի մասին խոսին հոն խնջույքի մասին գխոսի սելը թե դերը խնջույք կսիրե դերը իր որդվին քարնուգին հարսանիքը այսինքն եկեղեցին որ հոմ բիդիլա մեծ նեղության ժամանակ հայտնության մեջ կգարտանք դերը խնջույքներ բիդնե դերը բիդի հայթայթե ուդելիք եւ համեղ բաներ որ մենք ոչ հանդիսած ենք ոչ ալ դեսած ենք ավասիկ թե ինչպես պիտի իրար ճանչնանք որովհետև փարավորյալ մարմինը այսպիսի հատկություններ ունի եւ վստահ եմ որ մեկը միտքեն հարցուց երկինք երթանքն է ծերացած տարիքնուս կամ թե մանկության տարիքնուս մարմինը պիտի ունենանք ես կհավատամ որ 33 տարեկան պիտի լանք ամենք սալ մեր թափ ժամանակը ամենալավակույն դեսկով եղած ժամանակը անգևերջ ամենք սալ սկսանք բաներ ունենալ սա անշուշտ սուրբիրքը պամչսեր բայց ինչ որ մարդիկ որ դեսած այսինքն այդ փորձառությունը ունեցած են վարգանական մահացած եւ երկինքի մեջ իրենք իրենց կդած են անոնք որ այդպես կվգայեն կսեմ որ ամեն մարդ երդասարդ է հոնդերը so հոգմինեք մորթերնիտ այսպես ճզմված այդպես պիտի չլա գադարյալ պիտի լա ոչ բոթաքս պետք է ոչ բան ամեն բան գադարյալ պիտի լա աստված ինչպես որ ծրակրած էր մեզի գադարյալը լալու մեղքը աշխարհ մտնելն առաջ այնպես պիտի լանք ուրեմն հոգմինեք ադոր մասին աստված մտածած է ադոր մասինալ Փիլիպեցիս 3:21 նայեք ցեք ինչ կսե ինչպես պիտի լայս մեկը Փիլիպեցիս ժամանակն իսկ մոդենա պիտի վերջանալ ուրայմ Փիլիպեցիս 3:21 կսե որ պիտի նորոգե մեր խոնար մարմինը իր փարավոր մարմնին գերբարանագից լալու այն զորությունով որ կարող է ամենքը իրեն հնազանդեցնել ասի Հիսուսի մասին գխոսի գսե ինքը ինչպես որ է մենք ալ իրեն պես պիտի լանք փարավորյալ մարմին պիտի ունենանք Հիսուսի ինչպես տեսան աշակերտները մենք ալ նույն մարմինը պիտի ունենանք եւ այս համարով կուզեմ վերջացնել հալանկամին գնայինք երկինքի ինչպիսի դեր մնե այս համարով վերջացնեմ արդեն ժամանակը սկրեթե անցավ առաջին հովաննու 3:2 առաջին հովաննու 3:2 գսե սիրելիներ հիմա մենք Աստծո որդիներն ենք եւ դակավին հայտնի չէ թե ինչ պիտի լանք բայց գիտենք թե երբ անիգա հայտնվի անորբես պիտի լանք բասնզանիգա պիտի տեսնենք ինչպես որ է այս համարը ինքնին մեզի մեծ հույս կտա որ այս կյանքը փամը չէ այս կյանքին դանչանքները նեղությունները ոչինչ են քալիք парքին հետ որ մեզի կսպասե որտեվ գսե երբ որ Հիսուս կա մեզի իր կովը դանի մենգալ իրեն բես պիտի լանք քանի անցալ
մեր սերդողության մեջ խոսեցանք լավ տնտես լալու վերագացու լալու մասին մեր ունեցածներուն հետ կուզեմ գաբել ցևոմը այդ նյութը ասորետ ուրեմն ինչ մեզ մեկ բան չի որ ունենք մեր ունեցածներուն հետ որ Աստված մեզ դված է այս աշխարհի վրա որովհետև կտեսնենք որ մեր հոգիներեն զատ ոչ մեկ բան երկինք պիտի մտնե լավ գլար որ մենք ամենքս ինչ որ ունենք կործածենք որ Աստծո թագավորության մեջ անոնք բայելենք անոր բարձրությունը եւ ինչպես է ադիգա ինչպես կարելի է մեր ունեցած աստեղեն երկինք խրգել հոգիներու վրա կործածել հոգիներու վրա ինվեստնել որ հոգիներ կարենան Աստուծո գտնել Աստուծո զավակներ դառնան եւ օրը երկինքը երբ տեսնենք մեր Հիսուս Քրիստոսը կարենանք իր մել սել աբրիս ու բարի հավատարիմ ծառա որովհետև մենք ըրինք ինչ որ ինքը մեզի սավորնենք եւ անշուշտ այդ համարը որ գա Մատթեոս 16-ին մեջը բոլոր դա լավ գիտեք քանզի ծեր քանցը ուր որ է սրդերնի դալ հոմբիդիլա Եթե միշտ կմտածենք երկինքի մասին, միշտ կմտածենք ամեն մեր կանցերը երկինք խրգել, որտեղ հոն է մեր դունը, հոն է մեր հավդենականության մնայուն դեղը, գիտած եղեք, որ ամեն բան պիտի նայենք երկինքի աչքերով, թե ինչ այս բանը որ ունեմ, ինչ օգուտ պիտի ունենա հավդենականության մեջ, եւ պիտի տեսնենք, որ մեր կյանքերը շատ ավելի իմաստալից պիտի լան եւ շատ ավելի օգտակար թե մեզի եւ թե մեր շրջիներուն եւ Աստված պիտի փառավորվի մեզ մոտ։ Տերը օրհնե բոլորիդ։ Կալանկամին պիտի նայենք թե երկինքը ինչպիսի տեղ մնե։